Եվ մենք տեսանք այսինքն ինցիդենտ, երբ որ իր դեմ Նիկոլի օգտագործած ինչ-որ զենք, տնային կալանք, օգտագործվում է հենց Նիկոլի դեմ։ Այսինքն ես տանն եմ նստել, ուրեմն բոլորը գալու են իմ տուն։ Եվ այստեղ փակագծերում նշեմ, Նիկոլ, քո առանձնատունը բաց, պահակներին հեռացրու եւ ասա, որ դու այնքան ժողովրդի աջակցությունը վայելող անձ ես, որ ցանկացած ոք կարող է այդ ցույցին գալ քո առանձնատանը մասնակցել։ Ես ուզում եմ այդ ցույցի առաջնագծում լինել։ Ես ուզում եմ լինել անձ, ով որ վայրեջք կատարի Զվարթնոցում, քո ժողովրդավար, այսպես երկրում, որ Եվրոպան ասել է, որ դու ժողովրդավարության չգիտեմ ինչն ես, դու ինձ ու իմ նման քաղաքացիներին չես բռնի, չես նստեցնի, իսկ Հայաստանի Հանրապետության ազնագիր չունենալու դեպքում չես հետ ուղարկի այն երկիր, որտեղից եկել են, այլ գրկաբաց կընդունես ողջ հայ ժողովրդին, որ իրենք գան քո տուն, ես մեծ սիրով, ես ուզում եմ մտնել քո տուն, որը քոնը չի, պետությանն է, դու սիրում ես այդպես խոսել, ընդդիմադիր Նիկոլը, որ ազգային ժողովը ժողովրդինն է, քո առանձնատունն էլ է ժողովրդին, ես ուզում եմ մտնել իմ առանձնատուն, կեցավայր, վարչապետի, ես ուզում եմ նստեմ քո դիմաց, իմ նման այսպես մի 100 կանանցով, ու ուզում ենք մենք քեզ կրթել, որովհետև կրթելը նորաձև է։ Ես ուզում եմ քեզ տենց նորաձևությանը ծանոթացնել, որովհետև ես քո հագու կապին, որ տեսնում եմ ոնց է թուրքը քեզ տենց գեղի տոնածառի պես տենց զարդարել զրթուզի բլը քաշելավրետ, ես ուզում եմ քեզ այդ վատ գլխարկից, այդ վատ վերնաշապիկ, այդ ամեն ինչից ես քեզ ուզում եմ փրկել, քեզ հագցնել, Եվրոպայից հետս կբերեմ եվրոպական բանտարկյալի հագուստ, շատ նորաձև եւ գեղեցիկ։ Ես ուզում եմ քեզ այդ հագուստի մեջ տեսնել եւ ուզում եմ իմ կողքը լինեն քո նշանակած դատախազ ԱԱԾ պետ եւ այլն, որ քեզ այսպես բռնեն տանեն։